Դե քաղաքական գործիչներն էլ չէ, ինչ որ դեր կա, մեկը ընդդիմության դերն է խաղում, մեկը իշխանության, մեկը լավ տղու դեր է խաղում։ Պրոդյուսինգը արել եմ։ Այս ֆիլմը այսուհետ ես եմ նկարում։ Սրբազան, սրբագույնս Նիկոլ Փաշինյան, այսուհետ մենք քեզ հրճակում ենք Արարիչ։ Ինքն էլ երևի ձեռքերս են շփելով մտածում եմ մի բան էլ իրան կհասնի, էլի։ Մի հատ wellness չէ, գոնե մի տենց։ Ինքը Հայաստանը վերածել է համակենտրոնացման ճամբարի եւ իրան նշանակել է այդ համակենտրոնացման ճամբարի դիրեկտոր։ Հեծի $380,000 են գնահատել, կարա մի հատ հեծ արդի։ Միթե դու մտածում ես, որ Նիկոլ Փաշինյանի կազմած ֆրակցիան որևէ հարց ընդունակալ լուծել։ Կոտորվել են, կյանքներում ինչ են արել, միտեղ բան է, հացի փռում, բան, հավաքար են աշխատել ավագույն դեպքում։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակորպորանի։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյան տա, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք այսօր երկուշաբթի ամեն երկուշաբթի ես եւ Ավետիս Պապաջանյանը այս տաղավարում փորձում ենք քննարկել ամենակարևոր քրեական քաղաքական հիմա չնայած քաղաքական արդեն քրեականի ավերածվել նորությունները ողջույն Ավջան Բարև ձեզ սիրելի Զառա եւ սիրելի հետևորդներ ջան մենք մի շաբաթ չէինք հանդիպել կարոտել էինք իրար երևի Շատ, ես քեզ շատ էի կարոտել։ Սկզբում հետևորդներին խնդրենք, որ մեզ բաժան թագրվեն, կարող են մեկնաբանություններ գրել, կարող են չէ, գրեք էլի, գրեք։ Պարտավոր է։ Այո, պարտավոր է։ Մեկնաբանություններ գրել, եւ առհասարակ եք լայքել, տարածել այս տեսանյութը, մենք դրանից միայն ուրախանում ենք։ Քանի որ ամենակարևորը ինձ թվում է քաղաքական քրեական իրադարձությունը եղել է ազգային ժողովի երեկվա առաջին Անդրանիկ նիստը, սկսենք դրանից ու շարունակենք ինչով որ կուզես, ինչը որ քեզ էս մի շաբաթվա ընթացքում հետաքրքիր է թվացել։ Նայ, դե մենք բոլորս շատ լարված էինք, ես անգամ ինչ-որ ընկերներից հետ մի քանիսի հետ գրազ եմ եկել թե ազգային ժողովում որ օրնա ծեծու կռիվ լինելու, որովհետև ԿՊԱ-ները հիշում ես, չէ, այդ նախաբանը հլեկեք, կդաստիարակենք, ականջները կքաշենք այս կոմենքոն, պլյուս ընդդիմադիր դաշտից շատ ինֆորմացիա կար, որ դրեք պարապում են, լուրջ ընդդիմադիր պատգամավորներ, ասենք, չգիտեմ, ձեռնամարտի ինչ-որ կուրսեր են վերցնում եւ այլն, որ կարողանան այդ գոնե ֆիզիկական ազդեցության առումով հակազդեն, որովհետև այնտեղ նաև անվտանգության ծառայությունն է միանում ԿՊԱ-կաններին, էլի, որ պետք է ալնում, չէ, ազգային ժողովի նախագահը կանչում է այդ բան կամուֆլյաժ հագած տղեկին, նրանք մտնում են, սկսում են ընդդիմադիր ծեծել կամ բրդբրդել։ Հիմա երեկվա ազգային ժողովի նիստը ինձ զարմացրեց։ Ռուբեն Ռուբինյանը իր առաջադրումից հետո ելույթ ունեցավ, բավականին երկար ծավալուն ու գլխավոր միտքը տենց կարմիր թելով, որ եկեք մնանք քաղաքակիրթ, չգիտեմ ինչ, մենք բոլորի падգամավորներն ենք, ԿՊ-ն բոլորի շահերն ներկայացնելու, եկեք այս բանը ամբիոնը չվերածենք լեզվակռվի ամբիոնի, եկեք բարեկիրթ լինենք իրար նկատմամբ հարգալից։ Դու հավատում ես Ռուբեն Ռուբինյանի առաջարկին, չգիտեմ, ելույթին։ Ռուբեն Ռուբինյանը, երբ որ ասում է քաղաքակիրթ լինենք եւ այլն, դա մտածում է մենակ իր մասին։ Զուտ, երբ որ ազգային ժողովում Այսինքն ինձ քֆուր մի տվեք։ Չէ, ոչ միայն ինձ քֆուր մի տվեք։ Նույնիսկ եթե ուրիշներին են քֆուր տալի, ինքը համարում է, որ ինքը ազգային ժողովի նախագահ է եւ երբ որ այնտեղ ձեռնամարտ է լինում կամ հայհոյախառանը տենց միջադեպեր, դա անմիջականորեն ազդում է իր հեղինակության վրա։ Ոնց որ ասեն, գիտես ինչ կա, դասղեկ մենք բոլորս դպրոցում սովորել ենք, չէ՞։ Հա, խիստ դասղեկի մոտ երեխեքը կռիվ չեն անում դասանում։ Չէ, դե դասղեկը ինչ ասում, ասում է, ինչքան երեխեքը խելոք են, այնքան ուսուցչի համար դա պատվաբեր է եւ ավելի հեշտ է, ինքը մտածում է զուտ իր անձնական շահի մասին, դա ինքը չի մտածում ոչ խորհրդանի հեղինակության մասին, չի մտածում ոչ պետության հեղինակության մասին, հեղինակությունը մի կողմ, չի մտածում նաև արդյունավետության մասին, որովհետև ակնհայտ է, չէ՞, որ իրան կդիմության բերած ցանկացած օրենսգիրք, օրենսդրական փոփոխություն սաբոտաժն անելու թույլ չեն տալու։ Դարա, բայց ես ուզում եմ խորհրդանի մասին մենք մի քիչ ավելի ուրիշ դիտանկյունից, ուրիշ տեսանկյունից քննարկենք խորհրդարանը եւ խորհրդանի աշխատանքը, սելի հետևորդներ։ Նայեք, խորհրդարան ընդհանրապես պետք է Հայաստանին, թե պետք չի։ Ինչի է այդ հարցը հիմա ակտուալ։
նայ Զարա իրական դու ծիծաղում ես բայց դա ընդհանրապես Պարլամենտական ծիծաղալու չի պետության մասին ես Ոչ, խոսում, դու հասկանում ես, ոչ։ որ միակ ընտրովի մարմինը այս երկրում հիմա խորհրդարանն է։ Միակ այդ իրանց ասած ժողովրդավարության կետը, հա։ Արի մի հատ սենց նայենք, որ երկրներում է պետք խորհրդարան։ Խորհրդարան պետք է իրական ժողովրդավարական երկրներում, որտեղ կա հանրային կարծիք եւ խորհրդարանը եւ падգամավորները ընտրվելով հանրային կարծիքի միջոցով, այսինքն արդար ընտրությունների միջոցով, արտահայտում են այդ հանրային շահերը։ Հիմա լսի, այս խորհրդարանը չի ձևավորվել հանրային տրամադրությունների արդյունքում եւ հետեւապես չի էլ արտահայտելու հանրային շահը։ Երբ որ դու ասում ես պարլամենտական երկիր, չէ, պարլամենտական երկիր Հայաստանում բռնապետություն է։ Բոլորը ընդունում են, որ բռնապետություն է։ Ընդդիմություն դու էլ ես, չի ասում, որ բռնապետություն է։ Հիմա բռնապետական երկրում խորհրդարանը ինչ է, ասեմ ինչ է։ Կթորթն է իշխանության։ Ոչ, դա դեկորացիա է, դեկորացիա, որը իսկ ինչ է դեկորացիան իրական գործիքից տարբերվում։ Դեկորացիան, ասենք օրինակ այս լամպը հիմա դեկորացիա է, որտեվ ինքը լուսավորության համար է նախատեսված, բայց այս մեր հաղորդման ժամանակ ինքը լույս չի տալի։ Ինքը ուղղակի դրած է, տենց կա, մենք տենց նայում ենք, բայց մեկը որ մտնի հարցնի ասից է Focal point-ը, այսինքն բանա ուշադրություն հրավիրող կետ է, էլի, ապրես, շատ լավ բառ ասեցիր, ուշադրություն հրավիրող կամ ուշադրություն շեղող։ Հիմա մեր ազգային ժողովում այն ինչը որ տեղի է ունենում, դա նախատեսված է մարդկանց համար, որ մարդիկ լսեն, տեսնեն, կռվեն, ժողովրդավարության պատրանք ստեղծվի դու դրա մասին։ Այո, ժողովրդավարության պատրանք ստեղծվի մեկ Եվ երկրորդը որ ինչ-որ մարդիկ ասեն, դե էսի լսեցիր ինչ ասեց, բայց նրան տեսար ոնց քաշ քշեց, այն ինչ-որ չգիտեմ, նրան Լավ, դա դեպքում Ռուբեն Ռուբինյան պիտի ձեռ տա, որ մաքսիմալ շոուն ավելի տենց բան գրանդիոզ լինի, թեկոս կռիվ լինի, թեկոս իրար խփեն, արմուն լվի կանեն, չէ, այդ իմաստով իր այդ կոչը մի տեսակ տենց Ճիշտ է, դրա համար, երբ որ ես ասում եմ իր անձնականի համար պետքա որ խորհրդարանը ավելի, այսպես ասած, ցիվիլ, ավելի քաղաքակիրթ, այնտեղ ինտելիգենտ, դաստիարակված երեխաների նման իրանց պահեն, բայց ՔՊԻ քաղաքական շահի համար պետքա որ այնտեղ անընդհատ ինչ-որ կռիվներ լինեն, ընդ որում ոչ միայն ՔՊԻ նույն ընդդիմության համար պետքա որ դա տենց լինի որ ասեն տեսակ ոնց կռիվ տվեցին տեսակ իրանց ինչ լավ պահեցին տեսար ինչ սուր հարցեր տվեցին որովհետև նույնիսկ ամենասուր քննադատությունը ժողովրդավարության իմաստը որն է երբ որ դու քո հակառակորդին մերկացնում ես ցույց ես տալի նրա բացասական կողմերը եւ հանրությունը ասում է տեսնելով այդ ամեն ինչը փոխում է իր վերաբերմունքը այդ քաղաքական ուժի նկատմամբ եւ ըստ ձևավորված հանրային տրամադրության տեղի ունենում իշխանության փոփոխություն բայց քանի որ հիմա ԿՊ-ն նայ իշխանությունը ինչ է մտածում որ մենք պետքա մեզ լավ դրսևորենք չէ որ հասարակությունը մեր հանդեպ լավ վերաբերմունք ունենա բայց հիմա իրանք ինչ են ասում են հասարակությունը ինչ վերաբերմունք էլ ունենա մեկը մենք կեղծելու ենք ընտրությունը Այն նորից իշխանությունը զավթելու ենք։ Ես այդ դեպքում չեմ կարող հասկանամ իրանց համար ինչ տարբերությունը շոուն կլինի, թե չէ, այդ տենց բանը, չգիտեմ, գոլորշին բաց թողնելու գործընթացը, հա, որ ընդհանուր հանրային դժգոհությունը պարպեն, ասեն, տեսեք, դե ազգային ժողովում մենա ձեր ուզած ընդդիմադիրները իրանց ճղում են, ծեծ ու ջարդա լինում, դրանից ավելի ինչ լինի այս երկրում, որ համարեք, որ ժողովրդավարությունն է, չէ՞, ոնց է Նիկոլ Փաշինյան լրագրողին դառնում ասում է, եթե դու հարց տալու իրավունք ունես, ուրեմն մեր երկրում ժողովրդավարությունն է։ Այդ նույն բանի սկզբունքի մեջ է, ոչինչ որ ամեն ծեծից հետո կարող է մի 10 ընդդիմադիր падգամավոր նստի, հա, Աննա Վարդապետյանը չի բանանի, էլի, չի վարանի, կգնա ազգային ժողով անձեռնմխելությունից կզրկի այդ մարդկանց, բայց այդ էֆեկտի համար է ու դա աշխատող է։ Ես չեմ կարող ասել գոլորշի բաց թողել կամ բաց չթողել, դա մի քիչ բան, այտենց շատ տրիվիալ բան է, բայց որպես տեսարան մարդիկ սիրում են, չէ, այտենց քննարկել։
Քննարկել էլի, դե տեսար, սա սենց ասեց, նանենց ասեց, նա Այսինքն ռեալ իշխանապողության հնարավորություն չունենք, մեզ դրանից զրկել են, ընտրություններ որպես այդպեսին այլևս չկա, մենք դրանք չեղարկել ենք, ազգային ժողովն էլ օգտագործում ենք որպես բան, տես մարդկանց դժգոհությունը մարելու, չգիտեմ ինչ որ ձև շեղելու, բան, զբաղեցնելու։ Դա մարդիկ ու բան չեն, կարող մանկապարտեզի երեխեք են, որ մի հատ մուլտիկը դնես, ուշադրություն շեղվի, լաց չլինի։ Հարցը դրա մեջ չի, Զարա։ Նայ, քաղաքականությունը ինքը հանրային process է, չէ՞։ Հանրային process է։ Բայց դրա մեջ ինչքան էլ որ լինի, ասենք, թատերական, դե քաղաքական գործիչներն էլ չէ, ինչ որ դեր կա, մեկը ընդդիմության դերն է խաղում, մեկը իշխանության, մեկը լավ տղու դեր է խաղում, հերոսի դեր է խաղում, որը ուզում է երկիրը ազատի չարիքից, մյուսը ասում է, չէ, դու ես չարիքը։ Իսկական ուզում է ազատ, ինչ ես դեր խաղալու։ Ես չեմ ասում, ես վատ մտքով չեմ ասում, ես նույնիսկ շատ դրական եմ ասում, որ իհարկե պետք է հերոս էլ լինի, բայց երբ որ հերոսը այդ ֆորմատում ինքը չի կարող գնալ եւ հաղթել հրեշին, դա դառնում է կեղծ։ Ոնց որ թատրոնի մեջ մենք տեսնում ենք կամ ֆիլմի մեջ մենք տեսնում ենք, չէ՞ որ հերոսը գնաց սպանեց բանին, հանցագործին կամ հակահերոսին, բայց ենթագիտակցորեն մենք բոլորս կամ գիտակցորեն հասկանում ենք, որ ոչ մեկ չի մահացել, ֆիլմի նկարման ժամանակ ոչ որ մեկը այդ ամեն ինչը որ վերջացավ, այդ ուղիղ հեռարձակումը խորհրդանի վերջացավ, ոչ մի բան չփոխվեց։ Լավ, հիմա նայ, подожди, շատ հեռու չգնանք։ Ես տենց հասկացա, որ ԿՊ-ում նաև դերերի բաշխում են արել, ըստ քեզ, եթե դա տենց թատրոն է, ես համաձայն եմ, որ դա թատրոն է։ Դերերի բաշխում են արել։ Ասենք տվել են, չգիտեմ, հավասարակշռված, տենց մի քիչ բանի համերաշխության, բանի կոչ հանողի դերը տվել են Ռուբեն Ռուբինյանին, հա, տենց մի քիչ մուդրի ստարեց ֆորմատի մեջ են իրան ընտրել։ Դա չգիտեմ, լկտի բոլոր իմաստներով դատապարտելի խոսույթը, այդ չգիտեմ, կաթողիկոսին վերաբերվող, առհասարակ ընդդիմությանը վերաբերվող թողել են հայտնի ֆեյքերի պոակի նախկին ղեկավար Տարոն Չախոյանի վրա։ Այնտեղ ինչ որ աղջիկներ են հայտնվել ինձ ծանոթ, որոնք բացարձակ, գիտես ինչ ձևի, այդ մարդը ոչ մի կեսագրություն չունի, ես կյանքում իր մասին չեմ լսել, ինքը նենց տոնով անդիմադիրների մասին խոսում, նենց տոնով Սամվել Կարապետյանի մասին խոսում, ու առհասարակ քաղաքական դաշտի մասին խոսում, կարելի է կարծել, չգիտեմ, բոլորին ինքնակնքել էլի, այս սենց բանով կամահրանքով, արհամարանքով ու տենց բան խոսքերը չընտրելով, էլի, ու տենց ինչ-որ դերաբաշխումներ կա, ու ես ուզում եմ հասկանամ, դա արվում է, որովհետև իրանք իրապես ինչ-որ ծրագիր ունեն, ուզում են բերեն ինչ-որ հավասարակշռության, թե դա տենց ինքնաբերաբար ստացվել է, ամեն մեկը իր դերը վերցրել է, անցել է մի կողմ, էլի։ Ես համաձայն չեմ, որ Ռուբեն Ռուբինյանին տրված ամենացիվիլի դերը, ինքը ուղղակի նաև մի հատ ուրիշ խնդիր է ուզում լուծել, որ հետո վաղը այդ սրացումների բանի պատասխանատվությունը գցի ընդդիմության վրա, ասի տեսակ մենք սկզբից ձեզ առաջարկում էինք, ребята, давайте жить дружно, բան լապոլ կատուն եւ մկները, հիշում ես, հա։ Ոչ չեմ հիշում։ Դե բանը ժամանակվա մուլտֆիլմներ։ Բա հետո ասում դուք հրահրեցիք այդ ամեն ինչը, մենք պատրաստ էինք խաղաղ եւ բան այսպես ցիվիլ Համերաշխ մտորտում աշխատանքի ստերիլ, ես կասեի ստերիլ մտնոլորտում աշխատել, դուք հրահրեցիք կռիվներ, հետո էլ դուք էլ պատասխանատու եք։ Ինչ վերաբերում է այդ կանանց, տղամարդկանց, որոնք Զարա բազմաթիվ ռեժիսորներ, երբ որ կինո են նկարել, հերոսի կերպար է ունեցել։ Չէ, իրանց հերոսներին ընտրել են փողոցից։ Այսինքն ոչ թե պրոֆեսիոնալ դերասանների են վերցել, այլ վերցել են փողոցից, այնց անցել են փողոցում, նայել են, տեսել են այս մարդու դիմագծերը, պահվածքը, շարժու ձևը, բան, իրանց կինոյի համար, իրանց ֆիլմի համար դերասանի այդ իրանց ընկալման։ Հիմա Նիկոլ Փաշինյանն է։ Նայ, երբ որ մենք այդպես հանճարեղ ռեժիսոր է, հա, բոլորի դերերը բաշխել է, լսի, այդտեղ հանճարեղության հարց բացարձակ չկա, բացարձակ։ Նայ, մարդը ունի ազատություն։ Եվ կա փող։ Նիկոլ Փաշինյանը ունի փող, մարդը ենթադրենք
մարդը ունի ազատություն։ Հիմա մարդուն կանչում են, ասում են դու ուզում ես վարձատրվող ստրուկ լնես։ Ասում են դա ի՞նչ է նշանակում։ Ասում ախպեր, լսի, ասում են դու մինչև հիմի ազատ ես, չէ՞, մտածելու, գործելու, խոսելու մեջ։ Կոտորվել են, կյանքներում ինչ են արել, միտեղ բան է, հացի փռում, բան, հավաքար են աշխատել, բայց կարար ինչ-որ բան խոսեր, ազատ էր, տեսականորեն ազատ էր։ Երբ որ դու, բայց այդ մարդուն ասում ես, ես քո ազատությունը առնում եմ, ես քեզ ասելու եմ դու ինչ խոսաս։ Ասում եմ համաձայն եմ։ Ուզում ես ասես այդ տեքստերը գրում ուղարկում։ Լսից ոնց դրեսիրովկա են անում, պարշի ասենք ինչ, այդ մարդը ինչ, ինքը այտենց բան են, լսի կանչում են, ասում են քո փողը տալիս ենք, որ դու ենթադրենք ընդդիմությանը հայհոյես, համաձայն ես այդ բանը։ Կամ վեհապարահայրապետին Կտրիչ Ներսիսյան ասես։ Կտրիչ Ներսիսյան ասես, հա, կամ ինչ ուզում ես, ինչը որ այսօր հանձնարար ենք, վաղը կարող է ասենք, որ դու Կտրիչ Ներսիսյանին ասես ամենայն հայոց հայրապետ, կամ ասես Նիկոլ Փաշինյանին ասես դուք ավելի բարձր եք կամ Տեր Աստված, մենք քեզ Տեր Աստծո, մենք ձեզ արարիչ ենք հրճակում։ Չէ, հիմի որ Նիկոլ Փաշինյանը կասկածում ես, չէ, մի հարց եմ տալի, չէ, մի քեզ հարց եմ տալի։ Նիկոլ Փաշինյանը, որ դրանց կանգնացնի, ասի դուք հայտարարում եք, որ ով սրբազան, սրբագույնս Նիկոլ Փաշինյան, այսուհետ մենք քեզ հրճակում ենք արարիչ, որովհետև դու մեզ զրոյից ստեղծեցիր։ Հիմա բոլորդ երթվում եք, որ Նիկոլ Փաշինյանն է արարիչը, ամենայն քպեոց եւ չգիտեմ ինչոց։ Այո, հայոց ժողովրդավարության թավշյա ոչ բռնի եւ այլն, հա։ Այդ մարդիկ կասեն թե չեն ասի։ Կասեն, բայց ստոպ։ Նիկոլը միակ իշխանության աղբյուրն ու փողի աղբյուրը չի։ Այդ պարագայում հանգիստ կարա իրանց ռանդոմ ինչ-որ մեկը, ով որ շատ փող ունի, չգիտեմ, ասենք, չգիտեմ։ Կարեն Կարապետյանը, Սամվել Կարապետյանը։ Ասենք, չէ, կամ կարա ասենք, չգիտեմ, Դոն Պիպոն Մոսկվայից։ Կանչի ասի Տարոն ջան, այսուհետ դու պետք է ասես ամենայն հայոց փրկիչ արարիչ, ինձ ու առհասարակ դու դրանից հետո դառնում ես իմ падգամավոր, ես էլ քեզ, չգիտեմ, X քանակի գումար, հա։ Այդ մարդը պիտի բանանի, ո՞նց է ընտրելու, ուզում եմ հասկանամ այդ հավատարմությունը, եթե փողին է, միշտ ավելի շատ փող կա, էլի։ Էլ չեմ ասում, որ պետության միջոցները դեռ անցարածից չեն, էլի։ Սարա, դու ճիշտ ես ասում։ Եթե ասենք քո ասած Դոն Պիպոյին կամ Սամվել Կարապետյանին հաջողվի այդ 64 մարդուն, ու 64 չասեմ։ Դե 12-ա պետք։ Չէ, 64 եմ ես ասում։ Բոլորին հավաքի միտեղ եւ նրանց առաջարկի ավելի շատ գումար, քան ասենք առաջարկելա կամ տվելա Նիկոլ Փաշինյանը, ասի ախպեր, հիմի կինոյի ռեժիսորը ես եմ։ Պրոդյուսինգը արել եմ։ Այս ֆիլմը այսուհետ ես եմ նկարում։ Իհարկե, որևէ կասկած չկա, որ այդ մարդի կամ այդ մարդկանց մեծամասնությունը կհամաձայնվի ավելի լավ պայմաններում նկարահանվել մի այլ ֆիլմում, բայց մեր պատմության մեջ նման դեպք եղել է 98 թվականին Վազգեն Սարգսյանը ասեց, որ հիմա պրոդյուսերը, ֆիլմի պրոդյուսերը ես եմ դերասաններին ընտրում, երկրապահի բանն է, չէ՞, դեպի Հանրապետություն խմբակցություն կար, որը քաղաքական մեծամասնություն էր, այդ հայտնի առնետավազքներ մի գիշերվա մեջ, Չէ, շատ բան ստաբիլ մոտեցում է, եթե կարելի է այդ մարդկանց առնել, то կարելի է միշտ մի քիչ ավելի շատ փող տալ, հաջորդի անգամ առնել, էլի։ Դրանից հետո Վազգեն Սարգսյանը ինքը ձևավորեց մեծամասնություն 99 թվականին, բայց երբ որ ինքը սպանվեց հոկտեմբերի 27-ին, էլի հետ փախան։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը վերցրեց, ասեց ես եմ հիմա պրոդյուսերը եւ այդ նույն միասնություն դաշինքից, ՀԺԿ-ից եւ բանից, ՀՀԿ-ից։ Դա մի հատ նոր բան թիմ ստեղծեց ու մի հատ նոր, ասեց մի սցենարը փոխվում է։ Ստա գիտես ինչ, ես քո ասածի հետ լրիվ համաձայն կլինեի, մենակ մի պուճուր խնդիր կա։ Հասկանում ես, այդ քո ասած մարդիկ, իրանք ոնց որ sense կենսագրությամբ քաղաքական գործիչներ էին, հա, այսինքն բազմաթիվ անգամներ ընտրված եւ այլն։ Ոչ բոլորը։ Դե ոչ բոլորը, բայց հիմնական այդ ոնց որ կմախքը դրա վրա էր հավաքվում, հա։ Հիմա իսկ այս աղջիկներն ու տղաները, որ լավագույն դեպքում ֆեյքերի ֆաբրիկաներ են ղեկավարել կամ նմանատիպ, ասենք, չգիտեմ, ֆեյք ակաունտներից նրան հայհոյանքներ են գրել, հիմա իրանք քաղաքական գործիչ չեն, քաղաքական գործունեության ոլորտում
չեն կայացել, հա, դա մասնագիտություն չեն սարքել։ Դա բացարձակ որևէ կարևորություն կամ նշանակություն չունի տվյալ Որ դեպքում։ շատ սպասարկող անձնակազմ են ջոկում, Որևէ կապ չունի, Զարա։ Արի հարցին ավելի տել եմ ասում, ուրիշ դիտանք ունի։ Մարդը պատրաստ է իր ազատությունը վաճառել եւ կատարել ինչ որ դեր։ Այսինքն դու բացառում ես, որ ինքը Նիկոլ Փաշինյանի քաղաքական գաղափարների համար է միացել, այդ, չգիտեմ, այս զզվելի նողկալի արշավներին, այդ հայոյանքների եւ այլն։ Իսկ կարող ինքը անկեղծ համարում է, որ, չգիտեմ, Վեհապար Հայրապետը կուսակրոնություն է խախտել, դրա համար պետքա դրա մասին ամեն թփից, ամեն անդոնից ասել։ Դա այտենց լուրջ ես ասում, թե այտենց եգնանքով ես ասում, սարկազմով ես ասում։ Կարող է, չէ, ինչ որ մի բան կա դրանց չգիտեմ, այդ թիմում կարող է տենց, չգիտեմ, ջրի մեջ բան են խառնում, որ տենց գաղափարական սիմբիոզ է ստացվում իրանց մոտ։ Կարող է տենց, հա, կարող ենք կողքից նայում ենք տենց բան ենք։ Ոչ ջրին, ոչ օդին, ոչ սննդին, որևէ բան չեն խառնում։ Ընդամենը փող եւ իշխանություն։ Փող եւ իշխանություն։ Դե փող միշտ կարելի է բան անել, Զարա, ելի եմ ասում, դու ասում ես մի բան, որը երբ որ վաղը Նիկոլ Փաշինյանը թուլանա կամ զգամ որ թուլացել է, այդ նույն մարդիկ պատրաստ են գնալ հավատարմություն հայտնեն ցանկացած ուրիշ մեկին։ Ասենք իրանց կողմից այսքան քննարկվող Գագիկ Ծառուկյան, օրինակ։ Հա։ Շիրակ Թորոսյան կար։ Երկու ՀՀԿ ֆրակցիայի անդամ էր, չէ՞։ Էման է, հետո ԿՊ ֆրակցիայի անդամ էր։ Դե տես ասում ես Սերգեյ Բագրատյանը։ Երեք մի հատ տեսար դու ելույթը լսել ես Սերգեյ Բագրատյանի։ Ինչ թվում է աշխարհի բոլոր կուսակցություններում այդ մարդը մի ժամ գոնե եղել է, բոլոր տեղերից շահերը բանա։ Երեք մինես քաթաթա է տալ Էդգար Խազարյանն ասում է դու չխոսաս երբ որ ես եմ խոսում։ Խի տղա ջան դու տես բան, չգիտեմ, հարգված, ճանաչված գործիչ ես, որ քեզ ընդհատել չի կարելի, պատմական, քաղաքական, չգիտեմ, մշակութային, ինչ բան ունես, արժանիք ունես։ Սերգեյ Բագրատյանի օրինակը շատ լավ օրինակ է, չէ՞։ Որում ԲՀԿ-ից է, չէ՞։ ԲՀԿ-ից է եղել, իհարկե ԲՀԿ-ից է եղել, եւ Գագիկ Ծառուկյանի նվիրյալներից է եղել։ Հիմա Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը ապօրինի խլում են, չէ՞։ Ինձ էլ երևի ձեռքերս են շփելով մտածում եմ մի բան էլ իրան կհասնի, էլի։ Մի հատ վելնես չէ, գոնե մի տենց։ Չէ, ձեռքերը չի շփում, իրան ոչ մի բանը չի հասնում։ Նիկոլ Փաշինյանն այնպես մեծ երախ ունի, որ այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի երախում հազիվ է տեղավորվելու, ոչ թե հազիվ է տեղավորվելու, մի տասնապատիկ ավելի մեծ բաներ կարա Նիկոլ Փաշինյանի երախում տեղավորվի։ Երկիրը համբանի, ինքը ուրիշ բանի համար է ուրախանում։ Ասма կարևորը որ իմ սեփականությունը չեն խլեմ։ Ես ոչ թե խլվողների թիմում եմ, այնքան ճարպիկ եմ։ Հա, ես խլողների հետ եմ։ Մարդու հոգեբանությունը տենց է, չէ՞, ու այդ տեսակ մարդկանց։ Մի հատ դե դեպքում բացատրի Նիկոլ Փաշինյանը ոնց է դրանց հետ հաղորդակցվում, որովհետև մենք բոլորս գիտենք, գոնե անձնական շփումներից ելնելով, որ այդ մարդը կասկածամիտ է, չէ, մտածում է, որ իրան կգցեն, շատ բան բծախնդիր է այդ հանկարծ իր առանց իր մասնակցության փող չաշխատեն, բան թեմաներին, էլի։ Այսինքն եթե դու գիտես, որ այդ մարդը ի սկզբանե որ ճակատին գրած է, էլի ճամբարափոխ ինքը նես չի, որ այսօր է արել, էլի, ու դու գիտես ինքը ինչ ճանապարհ է անցել ու ուր է հասել ու ոնց է քեզ հիմա պաշտպանում։ Դու չես անհանգստանա, որ վաղը մյուս օրը մի քիչ քեզնից ավելի ուժեղ, մի քիչ ավելի փողով տղա կհայտնվի, ինքը տենց սիրուն կթռնի դրա գիրկը։ Ես պետք չի որ բացատրեմ, որովհետև Կիպլինգը Մաուգլի մուլտիկում, ես իմ ամենասիրած մուլտիկն էր Մաուգլին, դա շատ լավ բացատրել է։ Հիշում ես այն տեսարանը, որ կապիկները, այդ բանդերլոգները հավաքված են լինում այդ հին բանում, ամֆիթեատրի նման տես մի հատ տեղ է եւ գալիս է այդ օծը կան։ Մեկ էլ սենց այդ օծի տենց հայացքով նայում է, այս բանդերլոգները տենց տեղում սառում են, չէ՞։ Всё։ Ու մեզ ասես հայացքով է պահում։ Հայացքով, վախով է պահում։ Վախով, սարսափով եւ փողով։ Այ, հիմա ինչ տեղի ունեցավ, օրինակ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Արայիկ Հարությունյանը, երբ որ կառավարության աշխատակազմի ղեկավարն էր, փող էր աշխատում։ Այո։ Նիկոլ Փաշինյանից գախնի։ Գախնի ասենք այտենց
Համենայն դեպս կարող է Դրա մասին գրառում արել ժողովուրդ օրաթերթը նյութը հրապարակել, որ փողերը Ամերիկայա տեղափոխում ու Նիկոլ Փաշինյանը Ես չեմ էլ կարդացել։ այդ հրապարակման օրը հենց բան է արել, ինչա հանձնաժողով է ստեղծել, որը պետք է մամուլի հրապարակումները քննի ու դրա հետ կապված, եթե պետք է ինչ-որ քրեական գործերի հարուցման բան եւ անկեղծ եմ ասում, ես դա չեմ էլ կարդացել, բայց որևէ կասկած չունեմ, որ բոլոր պաշտոնյաների տեղափոխությունները, հեռացումներն ու նշանակումները Նիկոլ Փաշինյանը անում է բացառապես, ես դա մի անգամ չի որ ասել եմ, դա ես 8-9 տարի է ասում եմ, անում է բացառապես մի սկզբունքով։ Այս մարդը ինձնից փող գողանում է, ինձնից թաքուն փող աշխատում է, թե չի աշխատում։ Հիմա այդ դեպքում դու երեք լսեցիր Մեսրոպ Մանուկյանի բանը ելույթ ազգային ժողովում, ոսով որ լսել ես։ Չեմ լսել, կներես չեմ լսել։ Ափսոս։ Անպայման կլսես, մեր հետևորդներին եմ խորհուրդ տալիս լսել, դա թե չալարեմ լինքը կտնեմ այստեղ ներքևը մեկնաբանությունների բաժնում։ Ուրեմն երևի 10 քանի րոպե Մեսրոպը թվարկում է բոլոր կոռուպցիոն բաները, կապերը, ընդ որում Ռուբեն Ռուբինյանի եղբոր հետ փոխկապակցված բոլոր ընկերությունները, այլ որ Սոկոլովի մոտ հայ բիզնես բանկում է, բանում է այդ օպերատորի գրասենյակում մի քանի տեղ տենց պաշտոններ է զբաղեցնում, ուրեմն տենց խայտարակ երկար բավանդակալից, որ այս մարդը այս ինչ թվին, այս ինչ պաշտոնն է ունեցել, հետո եկել է այս ինչ թվին, այս ինչ, հետո այս մեկից խլեցին, հետո 20%-ը փոխանցեցին պետությանը, հետո այս մարդուն նշանակեցին այդ դրա վերահսկող։ Այսինքն, եթե դա տենց ակնհայտ, ընդ որում Մեսրոպը բաց աղբյուրներից է վերցրել, հա, հայհետքի, չգիտեմ, ազատության եւ այլն տարբեր լրատվամիջոցների գրած նյութերներ հավաքել։ Եթե Մեսրոպը կարում է տենց նստի այդքանը հավաքի ու տենց լավ մի հատ sense թղթապանակ սարքի։ Խի Նիկոլ Փաշինյանը իր հատուկ ծառայություններով, իր ապա համակարգով, չգիտեմ, ՊՊՑ-ով, ՊՎՑ-ով եւ այլն չի կարողանում անում է։ Լսի, ինչ վերաբերվում է, ես չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է կոռուպցիայի դեմ։ Չէ, թաքուն փող աշխատելու դեմ է պայքարում։ Կոռուպցիան Այն ինչը որ դու ասում ես, օրինակ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը կամ չգիտեմ Ռուբեն Ռուբինյանի Հայկ Կոնջոյանի կինը, որը $10,000 փող է ստանում Հայ Փոստում։ Դա մանր փողեր են, $10,000 ամսական, դա այնքան մանր փող է Նիկոլ Փաշինյանի շրջապատի համար։ Մենք գնանք այդտեղ այդ մանր փողերն աշխատենք, այդ ոչ մանր չի էլի։ Եթե գնաս հավատարմության երթում տաս, կարող է եւ թույլ տան, որ աշխատես, չգիտեմ։ Դե տեսար, չարժի, Հիմա խոսքը թաքուն փողի մասին է, թաքուն, որը Նիկոլ Բայց այդքան հիմար են, բեջքի հետևը փող են աշխատում։ Նայ, երբ որ վախում են իրան ասեն գլուխները կկտրի։ Ուրիշ բան է տեղի ունեն։ Զարա, ես ու դու աշխատում ենք իրար հետ, ենթադրենք։ Դու իմ ղեկավարն ես, ես քո ենթական եմ։ Երբ որ ես տեսնում եմ, որ դու ամեն օր գողանում ես 50 միլիոն, պայմանական $50 միլիոն։ Չասես համարում ես, որ մի 5,000 էլ դու կարաս գողանաս։ Իհարկե, ես կարող եմ մի օր ինձ։ Հա, բայց եթե գիտես, որ ես իմացա քո այդ 55,000-ի մասին բոլոր առումներով վրեժ խնդիր եմ լինելու քեզնից կանես։ Էդ էլ ես ճիշտ ասում, բայց երբ որ դա տևում է մի օր, ես այդ վախը աշխատում եմ։ Երբ որ դա տևում է ամիսներ, տարիներ, լսի մարդը Լոխ Պետրովը չի։ Դե բա ասում ախպեր, հո ես անասուն չեմ, սա ուտի, լսի հիմա ես ու դու աշխատենք իրար հետ։ Մենակ ուտին չէ, պետության հաշվին օրը $5,000 ծախսի իր տունը պահելու վրա, օրը $5,000 դեր աստված այդ թիվը բարձրացա։ Չգիտեմ, ամենտեղ իրան դրանք մանր բաներ են, ախր դու ծիծաղելի բաներ ես, ծիծաղելի թվերից ես 5,000։ Ոյ մամար մանր չի։ Դե հիմի մեր համար դա հսկայական, մեր հետևորդների համար դա հսկայական փող է, բայց մենք պետք է հասկանանք այդ մարդիկ ինչ փողեր են տանում։ Դու հասկանում ես, հիմի Արայք Հարությունյանը տեսել է, որ Նիկոլ Փաշինյանը միլիարդներ է աշխատում, դոլարային միլիարդատեր է դարձել։ Հիմի $10 միլիոն էլ ես աշխատեմ։ Ինչ կլինի որ։ Դա մի $50 միլիոն էլ ես տանեմ։ Լսի, որովհետև երբ որ դու այդ մարդուն ծառայում ես ու չես գողանում, ծառայելու իմաստն է կորում։
Լավ ասում եմ, Համաձայն եմ, համ քո սկզբունքն ինչ է, համ քո պետության, համ քո երկրի, չգիտեմ, պատմական հիշողության դեմ դուրս գաս, համ էլ մեջը դաժե փող չլինի, շատ աբիդնի վիճակ է։ կամ քիչ լինի։ Լինի այնքան, ինչքան ասենք, հիմի մարդիկ անասուն են պահում, չէ՞։ Լսի, անասուն են պահում։ Ես միշտ մեր գյուղերի օրինակով եմ վերցնում։ Հիմի մարդը գիտի, որ հավին պետքա տա 100 գրամ կեր։ Բայց երբ որ դու հավը դուրս ա գալի բնից, սկսում ա ավելի կառավարելի շատ ուտել։ Նույնիսկ նույնը կովը, հիմի սրանք են այդ ցավը տանեմ։ Նիկոլ Փաշինյանը սրանց վերաբերվում է որպես կենթանիների ու ուզում է, որ այդ կենթանիները ուտեն այնքան, ինչքան ինքն է տալիս։ Այսինքն ենթադրենք որոշել է, որ ենթադրենք աշխատակազմի ղեկավարը պետքա ուտի օրական ենթադրենք $1000, ամիսի $30,000, տարեկան անում է $360,000, բայց հիմի Արայիկ Հարությունյանը մտածում է $360,000, լավ 5 տարի աշխատեն, 1,800,000 փող է անում, բայց դա ինչ փող է։ Ինչ փող է, հեչ $370,000 են գնահատել, կարա մի հատ հեչ արվի։ Չգիտես դրա մասին։ Հա, այդքան տեսա։ Պետական բանը առաջարկը այդ որ գերակաշահի շրջանակներում առաջարկել են, հեցի համար $380,000 են առաջարկել։ Մի հատ սովորական, շատ սովորական բնակարանի գին, էլի, չէ։ Հա, ես քեզ ասեմ Երևանի կենտրոնում չես արմի այդ գնա։ Դե դրա համար եմ ասում, շատ սովորական, Բանը, Արայք Հարությունյանը կարա մի տան մարնի։ Այդ քո ասած թվերով։ Հա, իմ ասած թվերով ուղղակի իրան բաժին չի հասնի։ Նիկոլ Փաշինյանը հարիվ չի։ Հիմա դու պատկերացնում ես 1,800,000, եթե դու մտել ես այդ պետական կառավարման համակարգի մեջ ու քո առաջ ես հսկայական հոսքեր ա գնում, ֆինանսական հոսքեր ա գնում, դու մտածում ես, չէ՞, որ դրանից 10 միլիոն աշխատես, 18 միլիոն կարաս աշխատես, 108 միլիոն կարաս աշխատես, իհարկե, սահմանափակում չկա, բանը առաստաղը դու ես որ։ Եվ երկրորդը, նայ, դու ասում ես ինքը մտածում է, որ կբռնվի։ Լավ, ինքը ինչ է մտածում, եթե ես այսօր 20 միլիոն գողանամ, դա որ բռնվեմ, շատ տանելու ազգային ժողովի պատգամավոր, գնամ 1 միլիոն դրամ աշխատավարձով ընդեղ կաշխատա։ Այն 10 միլիոնի դիվիդենդ էլ բանկից դրած տոկոսի փողերը կգա, դրանով կապրեմ։ Կամ մի հատ ուրիշ հաշվարկ, ասում է ենթադրենք Նիկոլ Փաշինյանը ինձ թողել է օրական $1,000 գողանամ, նո լավ, ամսով ասենք, ամսական 30,000 գողանամ։ Հիմա ենթադրենք ինչքան է ինձ պետք, որ ես այդ 20 միլիոնը գողանամ։ Հաշմը տենում 10 տարի հերիք չի, 20 տարին հերիք չի, կարող է մի ամբողջ կյանք, ինքն էլ հասկանում է, չէ՞ որ ոչ ինքն է հավերժ, ոչ էլ չահել անում է, ոչ էլ Նիկոլն է։ Ոչ էլ Նիկոլն է հավերժ։ Ասում է ախպեր, ես 20 տարում այդ փողը չեմ կարանալու գող։ Անելանելի վիճակում Անելանելի վիճակ։ Ու մարդը լինելով այդ մարդիկ ունենալով մաթեմատիկայի թվաբանության կալկուլյատոր, հա, հեռախոսի մեջ կա։ Մտքով էլ պետք չի էլի որ դա գումարես հանես։ Հա, հարաս մախբիրը, բեր գողանը մի կհանի, չի անի։ Ես չեմ առարկում, անկեղծ չեմ առարկում, որովհետև չեմ կարծում, որ ինքը Արայք Հարությունյանին ուղղակի տենց, չգիտեմ, բանը դեկորի իմաստով այլևս չէր հավանում, որոշեց, որ Լիլիթ Մակունցը ավելի սիրուն է նայվում, դրա համար բերել։ Ինչի հիմա ինչի Լիլիթ Մակունցը։ Լիլիթ Մակունցին նշանակել է ներկայացրել։ Հիմա ինչի Լիլիթ Մակունցը, օրինակ հարց առաջանում, չէ՞։ Ինքը համոզվեց, մենք դրա մասին մի անգամ տենց թեթև ակնարկով խոսել ենք, որ կանայք անվերապահորեն հնազանդվում են։ Եվ իրանք պատրաստ են ուտել այնքան, ինչքան նույնիսկ եթե շեղումներ էլ լինեն, այն թույլատրելի մեջ է։ Չնչին է, համոզել։ Չէ, այն որ ինքը որոշեց, որ այս պետությունը կանանց իշխանություն սարքելը դա իր իշխանության կայունության գրավականն է, դա կնհայտ է, էլի, որովհետև բոլոր իմաստներով իր ընտրած կանայք ամենավատն են։ Ես չգիտեմ էլի տենց չնայած կարող է ինքը կարողանա նաև իրաց չափ վատ տղամարդիկ ընտրի, ես արդեն կասկածներ չկա, էլի արդեն տենց ինք նախապեյությամբ չեմ զբաղվում, որ ինչ-որ պետք է բաներ ունենա, ասենք չգիտեմ համակարգի բոլոր մասնագետներին հերթով հանում է ոչնչացնում, մի մասի նկատմամբ առհասարակ խաչակրած արշավանք է սկսել, ասենք այն Դրմեյանի բանը տեսար, որ միջազգային գործերով մեր ներկայացուցիչն է եղել, այդ տղան ընդհանրապես եզրակացություն է տվել, որ արբիտրաժի որոշումը պետության կողմից կատարելու համար
պարտադիր է, որ դու գնացել ես այդ արբիտրաժի տակ ստորագրել ես, այդ միջազգային պայմանագրերի տակ ստորագրել ես, պետք է ուրեմն հիմա մարի լինես, կատարես այդ Բայց որոշումները։ դա շատ վտանգավոր մտածողություն է, որովհետև ինքը պետք է մտածի, որ Նիկոլ Փաշինյանի կամքը Բանը, գերակա է բոլոր միջպետական պայմանագրերից։ ամեն ինչից, ամեն ինչից։ Համադրությունից հետ, միջպետական պայմանագրերից հետ, չգիտեմ, Իհարկե, միջազգային իհարկե։ պարտավորություններից հետ։ Երևի որ բանել ալմորակայիններն էլ կան, տիեզերական բանի օրենսդրությունից էլ։ Իրա համար Նիկոլ Փաշինյանը լինելով ինքը քանի որ բոլոր պետական կառավարման մարմինների աշխատողները պետք է համարեն, որ իրանց համար գոյություն չունի այլ ավելի հզոր ուժ, քան Նիկոլ Փաշինյանի կամքն է։ Լսի։ Ուղեցույց։ Դու ինչ ուզում ես ասա, բառի անունը կարևոր չի։ Զվեզդա։ Ես ենթադրում եմ, որ իրանք առհասարակ այլևս ոչինչ չեն անելու։ Չէ, նայ, ես կհասկանամ, երբ որ խնդրահարույց իրավիճակում ենթական ասի, թող շեֆը գա որոշենք, հա։ Այդ տարբերակը ես կարամ հասկանամ, թողնես պատասխանատվությունը քեզնից վերադասի վրա, համարելով, որ եթե ինչ-որ բան սխալ արվի, դու վերադասնել պատասխանատվությունը կրելու է։ Բայց ես եկել եմ եզրակացության, որ իր այս հայտարարություններից հետո այդ համակարգում այն ամենահասարակ, չգիտեմ, առաջին կարգի մասնագետը, որը շատ բուջուր գործ է անում, շատ բուջուր պատասխանատվության ոլորտով, այլևս ոչինչ չի անել։ Ինքը թողելու է, ասելու է, թող ին վերադասը որոշի, նայել ասելու է, ին վերադասը վերջի, մինչև Նիկոլը չորոշի, որ պետք է, ասեք, չգիտեմ, Երևան կենտրոնում մի տեղ պետք է նստարանը փոխվի, այդ նստարանը չի փոխվի։ Այ տենց մակարդակի են հասրել պետության կառավարումը, որ ինքը միկրոմենեջմենթով ազբաղված է։ Իհարկե, լսի, եթե մի մարդ ինքն է որոշում ծորակի որակը, ինքը գնում է Կախիչի որակը, ծորակի որակը, ինքն է որոշում, չգիտեմ, ասենք ամենամանր հարցերը։ Հիշում ես քարոզարշավի ժամանակ դու մի հատ հարց տվեցիր, մի հատ դրվագի հետ կապված, չէ՞, տենց խոսեցինք, հարց տվեցիր, չէ։ Մի հատ որ մեկը գնացել էր, ասում էր աղջկաս մանկապարտեզի տնօրեն նշանակի թե։ Հա, որ հետո ասեց ոչ մի դեպքում հեսա մարդու աղջկան չնշանակեք տնօրեն։ Ինչի համար։ Որտեվ այդ խոսակցությունը եղավ հրապարակային։ Իրականում ինքը պատրաստ է դայակի հարցը լուծի, մանկապարտեզի դայակի հարցը։ Հասկանում ես։ Բայց այս երկիրը վարի կգնա, հասկանում ես, մի մարդը ի վիճակի չի, դաժե մի հատ մեծ գործարան տենց միկրոմենեջմենթով կառավարի, հա։ Ենթադրենք դու տենց նշանակվես, ասենք, չգիտեմ, Արարատ ցեմենտի տնօրեն, ու տենց մտնես ամեն հոսքագծի, ամեն բանի մասնագետի աշխատանքի մեջ, բարձա չէ, որ քո մոտ ամեն ինչ կձախողվի, ոչ իման չի աշխատի։ Սա պետություն ո՞նց է տենց կառավարում։ Քանի որ ինքը պետություն չի կառավարում։ Ինչա ինքնահոսով գնում ենք։ Ոչ, պետությունը կառավարում են ուրիշ մարդիկ։ Արտաքին դերակատարներ կան, որոնք որոշում են Հայաստանի արտաքին քաղաքականությունը, տնտեսական քաղաքականությունը, ֆինանսա-բյուջետային քաղաքականությունը, հարկային քաղաքականությունը, կրթական քաղաքականությունը, ամեն ինչ որոշվում է դրսից։ Դրա համար կաթնամթերքը չի կարողանում արտահանի, դրա համար պտուղ բանջարեղենը չի կարողանում արտահանի, դրա համար տնտեսությունը ձուկը, չգիտեմ ինչը կոլապսի մեջ է, որովհետև բոլորի հետ հարաբերությունները փչացրել է, դրա համար էներգետիկ անվտանգությունը թիրախավորված է, որովհետև Երևանի կենտրոնում տեսար կաբելը պայթել էր գետնի տակ։ Երբ որ դու որևէ էական հարց լուծելու ընդունակություն եւ լիազորություն չունես, այսինքն դու չես կարող Հայաստանի տնտեսական քաղաքականություն, արտաքին քաղաքականություն մնացած սկսում ես որոշել թե ով քանի րոպեով նստի։ Դու սկսում ես զբաղվել այն գործերով, որով կարաս, ասենք մանկապարտեզի հավաքարար կարա նշանակի ազատի, կարա աշխատակազմի ղեկավար կարող է աշխատանքից ազատել։ Վարդապետյան Աննային Կարազանգի ասի քրական գործ հարուցեք Լիպարետ Դրմեյանին, տարեք։ Սրանք բռնեկն մարդու ուղեղը սկսում է գտնել այն ճեղքերը, որով ինքը կարա զբաղվի, ինքնադար բացեք, թող գնա ղեկավարի, ասեք, ավելի օգտակար կլինի։ Իսկ դու մտածում ես ինքը ավելին է անում, քան ճամբար ղեկավարելը։ Ինքը Հայաստանը վերածել է համակենտրոնացման ճամբարի եւ իրան նշանակել է այդ համակենտրոնացման ճամբարի դիրեկտոր։ Ինքը իրականում ոչ թե պետության ղեկավարը, այլ համակենտրոնացման ճամբարի դիրեկտոր։ Որոշում է ով ինչ ուտի, ով ում պատժի։ Այսինքն որ գնալ ուտելու թեմա չի լինելու։ Ում գցի կարծեր, ում կարծերից ազատի,
ում ասենք, չգիտեմ, պարգևատրի մի քիչ ռացիոնը ենթադրենք ավելացնի, ում ռացիոնից մի քիչ կտրի։ Եթե քեզ թվում է ինքը դրանից ավել է անում, ինձ թվում է թյուրիմացության մեջ ես։ Եթե փորձենք ամփոփել, դու այս ազգային ժողովի վերափոխման, վերակերպարանափոխման, վերադիրքավորման գործընթացին չես հավատում, ես ճիշտ հասկացա։ Խորհրդարանները առաջացել են այն ժամանակ, երբ որ միապետ ա եղել, միապետ, եւ հասարակության ազդեցիկ խմբերը, փողատերերը, բուրժուաները, իրանք ասել են, որ մենք ուզում ենք մասնակցենք մեր պետության կառավարմանը, մեր պետության ներսում հարցերի լուծմանը, եւ պահանջել են, որ ստեղծվի մարմին, միտեղ դա կոչվել է սահմանադիր ժողով, միտեղ կոչվել է պարլամենտ, միտեղ որը իրանց ականջալուր կլինի։ Այո, որտեղ իրանք կկարողանան հավաքվել եւ որոշել հարցեր պետության համար, հասարակության համար կարևոր հարցեր։ Միթե դու մտածում ես, որ Նիկոլ Փաշինյանի կազմած ֆրակցիան որևէ հարց ընդունական լուծել։ Չէ, իրանք առարկելու իրավունք չունեն, որ անգամ դաժե եթե խնդիրը լինի, ասենք իրանք աշխատասենյակների պատերի գույնն էլ որոշելու իրավունք չունեն, էլի, այս մարտակի անկախ չեն։ Այդ մարդիկ ներկայացնում են ոչ թե հայ հասարակությանը, այլ ներկայացնում են Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն խորհրդարանը փոխանակ բռնապետին այլընտրանք լնելու, սահմանափակելու նրա իշխանությունը կամ մասնակից լնելու պետության կառավարմանը, դառել է բռնապետի, ինչ ասեմ, կոշիկի չոտկը։ Ախպեր, հա որ ասենք ուրիշ ինչ ասենք, ուրիշ բան ասենք, ատամի չոտկը։ Որ ատամները փայլացնի, Այնտեղ ատամները լվալու հետ կապված թեմաներ կար, մի հիշացրու։ Լավ, ինչ ուզում ես ասա, իր անձնական օգտագործման որևէ իր։ Հասկացա։ Միթե դու մտածում ես, որ որևէ падգամավոր կարա հակադրվի Նիկոլ Փաշինյանին, ասա։ Չէ, իրա падգամավորները չի կարա։ Լսի, իսկ այն մյուս 40 падգամավորներն հակադրվեն ոչ մի բան չեն։ Հիմա նայ, չէ, ես ուրիշ բան եի ուզում հարցնեի, կարճ ամփոփենք էլի երեկվա օրը, այսօրվա առաջիկա օրերը ինձ թվում է։ Մենք ենթադրում ենք, որ այս ազգային ժողովը նույն արդյունավետությունն է ունենալու մոտավորապես ինչ որ 21-26 թվականների ազգային ժողովն է եղել 8-րդ գումարման։ Թե կարող ենք ենթադրել, որ այստեղ կարա թեկուզ այդ քո ասած մի քիչ փողը ավել տան, մի երկու հատ դավաճան հանեն տակների եւ այլն այս թեմաների շուրջ։ Դարա, եթե այս վիճակը շարունակվի, որևէ փոփոխություն ակնկալելը անիմաստ է։ Ես ինչ նկատի ունեմ, այս վիճակը շարունակվի։ Քանի այս ստատուս քվոն կա, նաև եւ ներքին եւ արտաքին քաղաքական ստատուս քվոն կա, այս խորհրդարանի արդյունավետությունը որևէ բանով չի տարբերվելու։ Ինչ վերաբերվում է այդ քո ասած առնելուն, ծախելուն, падգամավոր։ Չէ, դա որպես տարբերակ էլի, կարող է չգիտեմ, մեկ էլ հայրենասիրությունը իրանց մեջ արտանում է իրան կանանց փողի։ Դա տենց բան է տեղի չի ունենում, հայրենասիրությունը երբեք չի արտանում։ Կամ փողոցային պայքար է սկսում, որի արդյունքում իրանք տենց ճշվում են, հարևանների մոտ ամաչում են, երեխեքի մոտ ամաչում են, ասում են ժողովրդի կողմը, որոշում են, որ նման որևէ բան տեղի չի ունենա։ Առաջնայինն է։ Որևէ նման բան մենք հաստատ չենք։ Մենք նման տենց արտարոց եւ ցնցող, եթե Հայաստանի շուրջ իրավիճակ փոխվի, այդ խորհրդարանը անպայման կվերադիրքավորվի եւ անպայման տեղի կունենա այդ ամեն ինչը։ Այն ինչ որ դու ասում ես։ Լսի, 18 թվականին, երբ որ ասենք 18-ին մի ասա, 17-ին մտածում էինք, որ 18-ին դες կարա լինի։ Հա, իհարկե։ Բայց եղավ, չէ։ Այսօրվա Գագիկ Ծառուկյանը, որը Նիկոլ Փաշինյանի կամքով հայտնվել է ճաղերի հետևում, քվեարկեց չէ Նիկոլ Փաշինյանի օգտին հղում անելով բանի վրա, համաժողովրդական շարժման վրա։ Դե չէ, առհասարակ այն ժամանակ ովքեր որ այդ շանտաժին, տերորին գնացին, դրանք բոլորը փողոցի ժողովրդի ազդեցության արդյունքում գնացին, էլի։ Ու հիմա չասենք էլի, որ այդ ազդեցությունը կազմակերպված էր, կառավարված էր։ Հա, օքեյ, կազմակերպված էր, բայց փաստացի այդ մարդիկ փողոցում էին։ Կազմակերպված էր դա փողոցում, թե ինքնաբուխ էր դա փողոցում, այդ արդեն շատ հետաքրքիր չի, էլի։ Շատ հետաքրքիր է, կարևորը ոչ մի տարբերություն։ Իրականում, ես ինչի եմ ասում արտաքին քաղաք։ Եթե Նիկոլ Փաշինյանի, մենք միշտ պետք է իմանանք,
որ Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանի հասարակության աջակցությունը, բայց ունի արտաքին ուժերի աջակցությունը։ Իր իշխանությունը հենված է արտաքին լեգիտիմության վրա, ոչ թե ներքին Դաշը լեգիտիմություն բառը տեղ մի օգտագործի, նույնիսկ արտաքինը դա արդեն լեգիտիմություն չի, դա կարա, չգիտեմ, հովանավորչություն լինի, դա կարա, չգիտեմ, ստրկություն լինի, բայց ոչ լեգիտիմությունը, եթե թարգմանենք հայերեն, դա կոչվում է օրինականություն։ Այո, դա օրինականություն չկա։ Արտաքին ուժերը, երբ որ մենք ասում ենք արտաքին լեգիտիմություն, արտաքին ուժերը իրան ճանաչում են Հայաստանի Հանրապետության։ Դու հիմա կանգնես ասես, որ Սյունիքը տալու ես, չգիտեմ, Գեղարքունիքը տալու ես, Տավուշը տալու ես եւ այլն բոլոր Ադրբեջանին ու Թուրքիային, վստահ եմ վաղը դու կլինես, իրանց սրտի ընտրված ամենալեգիտիմ ղեկավարությունը, այդ քո ասած լեգիտիմության սկզբունքի մեջ։ Դա լեգիտիմություն չի, էլի, դա ով է պատրաստ ավելի շատ մեր երկիրը հանի տենց շուկայական հարթակ վաճառքի։ Դե Նիկոլ Փաշինյանին աջակցեցին, քանի որ ինքը բազմաթիվ անգամներ հրապարակային, նաև թերթում հոդվածների միջոցով հայտարարել էր, որ ինքը պատրաստ է Ղարաբաղը հանձնի, Արցախը հանձնի թշնամուն։ Եվ այդ ուժերը կանչեցին, ասեցին, այդ ինչ որ գրում ես, այդ ինչ որ ասում ես, պատրաստ ես կյանքում։ Վիզես վերցնում, որ կիրականացնես, ասեց 100%-ով անող եմ։ Ասեցին, ուրեմն մենք էլ քեզ 100%-ով կօգնենք, որ դու իշխանություն վերցնես։ Արել էլի մեդիան արել, էլի մեր վրա խոսակցություն ես բերում։ Իսկ թվում է այսօր հետաքրքիր էր այսքանով ամփոփենք, խոստանանք, որ մյուս երկուշաբթի կհանդիպենք այս նույն տաղավարում, չէ՞։ Դեռ չես գնում, չէ՞։ Ոչ, ես ամառները որևէ տեղ չեմ գնում։ Ինքը ձմեռներն է գնում, եթե հաջորդ դասին կպատմենք դրա մասին։ Պիտի խնդրեմ մեզ բաժանորդագրվեք, մեկնաբանություններ թողնեք եւ շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, հաջողություն։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության ոչ մի ֆիզիկական ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մակը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։